Ինչ է սպասում 2026 թվականին հրեղեն կարմիր ծիու տարին ջրոս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ջրհոսներին։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի ջրհոսների անձնական ոլորտում 2026 թվականին։ Սիրելի ջրհոսներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Գիտեք, ինչ է տան մեջ կար խնդիրներ, պրոբլեմներ, այդ խնդիրները հիմնականում ցույց էր տալիս, որ ֆինանսական պրոբլեմի հետ էր կապված, այդ խնդիրները կլուծվեն, ֆինանսական հոսքեր կմտնեն եւ այդ ֆինանսական հոսքերի հետ կլինի նաև անձնական երջանկություն։ Սիրելի ջրհոսներ, ովքեր որ ամուսնացած չեն, ուշադրություն դարձրեք, հնարավոր է ձեր գործընկերների մեջ լինեն այնպիսի անձնավորություններ, որոնք երկարաժամանակ ցանկանում էին ձեր հետ անձնական հարաբերություն ունենալ եւ 2026 թվականը այնպիսի էներգիա կլինի, այնպիսի հնարավորություն կլինի, որ այդ մարդիկ չեն կարողանա այդ իրենց ներքին ցայնը պահել եւ իրենք կբարձրաձայնեն եւ իրենք ձեզ կասեն, որ ձեզ սիրում են, ցանկանում են ձեր հետ ունենալ երջանիկ ամուսնություն, երջանիկ ընտանիք ստեղծելու հնարավորություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրհոսների անձնական ֆինանսական ոլորտում 2026 թվականին։ Գիտեք ինչ, սիրելի ջրհոսներ, եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ ֆինանսական հոսքերը կբերը եւ անձնական հաջողություն, կբերը եւ անձնական երջանկություն։ Սիրելի ջրհոսներ, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք, հնարավոր է ձեր մտքերը, ձեր ծրագրերը այնպիսի մարդիկ լինեն, ովքեր որ ֆինանսավոր են, նույնիսկ հնարավոր է, որ այդ համագործակցությունը վերածվի նաև անձնական հարաբերության եւ ֆինանսական հաջողություն լինի եւ անձնական երջանկություն լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրհոսների առողջական ոլորտում 2026 թվականին։ Չկա խնդիրներ, չկա պրոբլեմներ, եթե նույնիսկ